ինձ հետաքրքրող բոլոր հարցերը տալու։ Ցանկացած ուսանող կարող է գալ հանդիպմանը Պալյանների անվանդահլիճում։ Ֆակուլտետներին դիմել ենք, ֆակուլտետները տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել ենք ազատ են բոլոր տեսակի հարցերի համար։ Պարոն Օղանեսյան, որպես ԵՊՀ ռեկտոր, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ուղղակի, աստվածաբանության ֆակուլտետն եք դուք ավարտել։ Այո, նաեւ ձեր կարծիքը, հա, մեկնաբանությունը այս օրերին եկեղեցու հոգեվորական հետ կապված ես չեմ պատասխանելու մասնագիտական, որովհետեւ այսօր այլ առիթով ենք այստեղ։ Այդ միջոցառմանը չենք մասնակցում, ուստի կարող եք հանգիստ։ Ես իրավունք ունեմ չպատասխանել, չեմ պատասխանում։ Պարոն Օղանեսյան, իսկ ինչով է պայմանավորված այս հանդիպումը, ինչ առիթ կա։ Ժորժ ջան, մի մշտապես ծիգով, ուրեմն կրթության ծիգով, երբ որ լաբորատորիաներ են բացում, որի վրա մոտ $500 000 ծիգը գումար է ծախսել, բացի այդ գիտպետկոմի գումարներով հսկայական նոր լաբորատորիա ենք ստեղծել եւ գիտական արդյունքներով ունենք աննկարագրելի մեծ արդյունքներ հիմա դրանով էլ հենց պայմանավորված է այս լաբորատորիայի բացումը։ Այս տարի Երևանի պետական համալսարանը ունեցել է մոտ 700 արտասահմանյան գիտական հրապարակում, որ նման արդյունք երբևէ չէր ունեցել որևէ հաստատություն երկրում եւ դրանով էլ պայմանավորված էր նաեւ այս լաբորատորիայի բացումը։ Պարոն Օղանեսյան, իսկ բառապաշարի հետ կապված Ժորժ ջան, խնդիր չունեք։ հարց ունեք ԵՊՀ-ի կամ բանի հետ կապված, խնդրում եմ դրա հետ կապված։ Այստեղ եւս կրթել են օրաձև է կամ հանդիպումներ անհապոկյան։ Այսօր այլ եմ կրկնում, մենք մեր հանդիպումը պայմանավորված է լաբորատորիայի բացումով եւ ազատ շփումով ուսանողների հետ։ Այսինքն ուսանողները, եթե այդ գրառումների վերաբերյալ հարց տան, դուք նորից ասելու եք օրվան նվիրված չէ լաբորատորիայի վերաբերյալ։ Ուսանողները ազատ են յուրաքանչյուր հարց տալու։ Լրագրողներն են ազատ։ Ազատ եք այո եւ տալիս եք։ Ես էլ իրավունք ունեմ չպատասխանելու։ Ես իմ աստվածաբան չեմ այստեղ, ես որպես ԵՊՀ ռեկտոր եմ։ Շնորհակալություն բոլորին։ Իսկ այսինքն ովքեր Հաշտեք այդ հայտարարությունների։ Ես շնորհակալ եմ, մնացածը արդեն հետո Ժորժ ջան։ Թիրախավորում է եկեղեցու։ Շնորհակալություն, մնացածը հետո, այլևս այս կանը ես ասեցի, ովքեր ցանկություն հայտնել են նրանք կարողացել են։